Այսօր բիզնես հայկական արմատներով խորագրի շրջանակներում զրուցելու ենք Հայաստանում ջայլամաբուծության էկոֆերմայի և Ostrich Garden ռեստորանի համահիմնադիր Լիլիթ Ղարիբյանի հետ։ Ողջույն Լիլիթ։ Բարև ձեզ։ Լիլիթ, մեր տարածաշրջանի համար բավականին սպეციფიկ բիզնես եք հիմնել։ Ինչու հենց ջայլամներ եւ ինչպես հասկացաք, որ այդ ոլորտը պահանջարկ կունենա Հայաստանում։ Շատ ուրախ եմ նախ, որ անդրադարձել եք մեր բիզնեսին, սիրով փորձեմ ներկայացնել, երբ որ որոշեցինք, որ պետք է ունենանք ընտանեկան բիզնես եւ այն պետք է լինի գյուղատնտեսության ճյուղերից որևէ մեկը, չէր կարող լինել ավանդական, քանի որ մենք սիրում էինք նորարարություններ ու երիտասարդ ընտանիք մի նոր բան էինք փնտրում, ուսումնասիրելով ոլորտը հասկացանք, որ ամբողջ աշխարհում ջայլամաբուծությունը մեծ թափ է առնում շնորհիվ մսի արժեքայնության ու որոշեցինք ինչու ոչ նաև Հայաստանում կարող է այն հաջողել, այդպես որոշեցինք փորձել։ Սկսել ենք ընդամենը 13 ջայլամով եւ կարողացանք շնորհիվ կրթական մարքեթինգի հասնել նրան, որ ստեղծեցինք նաև շուկա եւ կարողացանք առաջացնել նաև պահանջարկ։ Մի փոքր փակագծերը կբացեք, արդյոք մեծ ջանքեր եւ ֆինանսներ է պահանջում մեր կլիմային քիչ բնորոշ գյուղատնտեսության այս ճյուղը։ Սիրով, սկսեմ կլիմայի ադապտացվելուց, ջայլամները բավականին լավ ադապտացիա ունեն, իրենք -40-ից մինչև +50 կլիմայական պայմաններին շատ լավ ադապտացվում են, նույնիսկ Սիբիրում կան հիմա ջայլամներ ու անցած տարի այնտեղից մեզ մոտ փորձի փոխանակման էին եկել, իսկ ինչ վերաբերում է ջանքերին եւ ներդրումներին, իհարկե շատ ջանքեր են պահանջում եւ ներդրումներ, իրենք բավականին ծախսատար են, թե կերի առումով, թե տարածքը պետք է նորմերին համապատասխան լինի, շատ նրբություններ կան, իհարկե մենք այդ ամենը բավականին խորը ուսումնասիրել ենք ու հնարավորինս ստեղծել ենք այդ պայմանները իրենց համար, իսկ ներդրումների առումով դեռ, չգիտեմ, դեռ շատ ներդրումներ ենք անելու, որտեվ դեռ շատ հեռուն է գնում մեր տեսլականը։ Իսկ եթե խոսենք պայմաններից, ինչ պայմաններ պիտի լինեն, որպեսզի ջայլամները իրենց լավ զգան։ Շատ լավ, պետք է առաջին հերթին իրենց բավարար կերը լինի, ասեմ, որ այդ կերը նույնիսկ մեզ մոտ ենք մենք պատրաստում, ուսումնասիրել ենք, հասկացել ենք, թե որ տարիքային խմբում ռացիոնը ինչպես պետք է կազմվի ու այդ ամբողջ ցիկլը փորձում ենք ինքներս ծածկել, ոչ մի կեր չենք գնում, ինքներս հումքը վերցնում ենք եւ պատրաստում ենք։ Իսկ տարածքի առումով, բացօթյա, իհարկե բացօթյա, քանի որ ամեն դեպքում իրանք վայրի թռչուններ են, համապատասխան տարածքը պետք է մեծության լինի, որ իրենք ազատ տեղաշարժի հնարավորություն ունենան, եթե այդ տեղաշարժի սահմանափակումներ լինի, իրենք հաստատ չեն ապրի։ Շատ նրբություններ կան իրականում։ Իսկ ձմռանը։ Ձմռանը բավականին լավ իրանք անգամ դրսում մնում են, ներս տանելու։ Ձյունը իրենց չի խանգարում։ Չէ, երբ որ անգամ ձյուն է գալիս կամ անձրև, գնում են տակը պարկում են ու իրենց շատ լավ են զգում այդ եղանակային պայմաններում։ Շատ լավ։ Կա մի կարծրատիպ, որ Հայաստանում գյուղատնտեսությունը ոչ այդքան բարձր եկամտաբերություն ունի, բայց ուսումնասիրելով ձեր բիզնես մոդելը մենք տեսնում ենք, որ դուք արտադրության ողջ ցիկլում փորձում եք հավելյալ եկամուտ ստեղծել։ Կպատմեք մի փոքր այդ մասին։ Ասեմ, որ մենք իրականում բոլոր կարծրատիպերը կոտրելով առաջ ենք գնում ու ես հպարտանում եմ բավականին դրանով, այս վերջերս մեզ ասացին նույնիսկ, որ դուք մի նոր մշակույթ եք ներդրել գյուղատնտեսության, ագրոտուրիզմի մեջ ու ես համաձայն եմ, թող մեծամտություն չհնչի, բայց իրոք դա այդպես է։ Մեր բիզնեսի առաջին ճյուղը եղել է հենց ջայլամաբուծությունը, ջայլամի մսի արտադրությունը։ Առաջին հերթին սկսել ենք դրա համար հենց պահել ջայլամներին, հետագայում բացահայտեցինք նաև ջայլամի յուղի մասին ինֆորմացիան ու ստեղծվեց երկրորդական հումքի վերամշակմամբ ջայլամի յուղի հիմքով կոսմետիկ խնամքի միջոցների արտադրություն։ Դժվար էր այդ process-ը։ Շատ դժվար էր, դա մի առանձին շատ լուրջ թեմա է Հայաստանում կոնսերվատիվ հասարակությանը ներկայացնել կոսմետիկա ջայլամի յուղով։
Հաջորդ ճյուղը եղավ ձվի արտադրությունը, քանի որ ջայլամները սկսում են ածել 3 տարեկանից, այն մի փոքր ավելի ուշ որպես բիզնեսի նոր ճյուղ միացավ մեր գործունեությանը։ Այնուհետև զարկ տվեցինք ագրոտուրիզմին, սկսեցինք ընդունել հյուրեր եւ ասեմ, որ բավականին լավ դիրքավորում ունենք հայաստանյան շուկայում որպես ագրոտուրիզմի ճյուղ, իրականում երևի թե եզակին ու միակն ենք, որ նման գունագեղ ագրոտուրիզմ ենք մատուցում եւ ոչ միայն դպրոցական, շատ հյուրեր ենք ունենում թե արտասահմանից, թե նաև մեր հայ հասարակությունը շատ սիրեց մեր ընտանեկան բիզնես մոդելը եւ շատ սիրում են մեզ մոտ հյուր գալ ու իրենց օրը ընտանեկան ժամանց անցկացնել։ Հետո հիմք դրվեց նաև արդեն ռեստորանային բիզնեսին, քանի որ հյուրերին նաև սննդային կոմպոնենտով ապահովելու կարիքը կար։ Այսպես ճյուղերը դեռ գնում եւ շարունակվում են։ Իսկ ռեստորանում միայն ջայլամի մսից պատրաստված ուտեստներ են, թե ոչ միայն։ Իրականում ոչ, ունենք տարբեր ուտեստներ, կան հյուրեր, որոնք գալիս են թռչուններին տեսնում են ու ասում են, էլ չենք կարող ուտել կամ առհասարակ բուսակեր են, բայց իհարկե շատ հյուրեր ունենք, որ հատուկ գալիս են մեզ մոտ, ունենք նույնիսկ շատ մշտական հաճախորդներ գալիս են հենց մեզ մոտ ուտելու ջայլամի մսով համեղ ուտեստներ։ Լիլիթ, դուք ձեր խոսքում նշեցիք, որ կոսմետիկ միջոցներ եւս արտադրում եք, կպատմեք մի փոքր այդ գործընթացի մասին, կարծում եմ մեր հետևորդներին դա շատ հետաքրքիր կլինի։ Սիրով, դա իմ տարերքն է, իրականում երբևէ չէի պատկերացնում, որ առնչություն կունենամ կոսմետիկայի արտադրության հետ, սակայն կյանքը բերեց նրան, որ ոչ միայն առնչություն ունեցա, այլ ինքս հենց անձամբ իմ ձեռքով պատրաստում եմ մեր խնամքի միջոցները։ Շատ շատերը չեն հավատում, որ այդ ամբողջ արտադրանքը իրականացվում է ձեռքով, ես հասել եմ նրան, որ մենք ձեռքի աշխատանքը հասցրել ենք գործարանային ստանդարտների։ Բավականին մեծ պահանջարկ ենք ստեղծել թե հայաստանյան շուկայում, թե արդեն բավականին հետաքրքրություն կա արտերկրում։ Իդեպ նշեմ, որ այս տարի թողարկել ենք մեր լյուքս դասի բրենդը Ostori by Ecofarm-ը, որը իր մեջ կրում է Ecofarm-ի 6 տարվա պատմությունը, ու արդեն իսկ 2 պայմանագրով մենք արտահանվում ենք արաբական երկրներ։ Հաջորդ հարցը սենց այդ մասին պիտի լիներ, թե որ երկրներ եք արտահանում եւ արդյոք ձեր արտադրանքը մրցունակ է միջազգային շուկայում։ Շնորհակալ եմ հարցի համար։ Դեռ միայն արաբական երկրներ է արտահանվում, բայց աշխատանքներ են տարվում, մարքեթփլեյսներ ենք ուզում միջազգային մտնել, ինչպես նաև ամերիկյան շուկա ենք ուզում մտնել, այդ բոլոր աշխատանքները հիմա տարվում են, դա ինչ կախված է կոսմետիկային, իսկ մսի արտադրության հետ կապված մենք դեռ անցած տարի առաջարկ էինք ստացել ռուսական մագնիտ ընկերությունից, բայց մեծ քանակների մասին էր խոսքը, հիմա աշխատանքները եւս տարվում են, հուսանք շուտով կարողանանք նաև այդ ծավալները ապահովել։ Գիտեմ նաև, որ ջայլամի մսից արտադրում եք բաստուրմա եւ սուջուխ, հայկական, այսպես բնորոշ, հայ ազգին բնորոշ այդ արտադրանքները, այդ մասին եւս եկեք խոսենք, երբվանից եք սկսել դա արտադրել եւ արդյոք այդ սեգմենտը ներկայացված է հայաստանյան սուպերմարկետներում։ Իրականում միայն դեռ մեզ համար ենք արտադրում, մեր ռեստորանի սպարման համար ենք արտադրում, բաստուրմա, սուջուխ, երշիկներ ենք արտադրում, որոնք շատ մեծ պահանջարկ ունենք, հաճախորդներ ունենք, որ հատուկ այդ երշիկների խորովածի համար մեզ հյուր են գալիս։ Այսինքն միայն այստեղ կարող ենք համտեսել։ Այո, դեռ միայն այստեղ, հետագայում գուցե, բայց դեռ միայն ուզում ենք այստեղ լինի։ Դա եւս ճիշտ որոշում է, կարծում եմ, туриզմի հոսքը դեպի ձեր ռեստորան ապահովելու համար։ Համամիտ եմ։ Լիլիթ, հայտնի է նաև, որ ջայլամների փետուրները շատ ակտիվ օգտագործվում են տեքստիլի ոլորտում։ Արդյոք մտածել եք այդ մասին, որպեսզի նոր ոլորտ մուտք գործեք։ Իրականում դուք հենց հիմա
ասեցիք են, ինչ որ իմ գլխում կատարվում է, արդեն իսկ բավականին խորը ուսումնասիրությունները ընթանում են։ Առհասարակ ջայլամաբուծությունը համարվում է անմնացորդ գյուղատնտեսության ճյուղ, եւ փետուրները լրիվ առանձին թեմա է, ջայլամի կաշին առանձին թեմա է, որը արժեքով երկրորդն է համարվում աշխարհում։ Այդ երկուսին դեռ չենք հասել զուտ ֆինանսական եւ մարդկային ռեսուրսների պակասության պատճառով, բայց ընթացքի մեջ է։ Ջայլամի փետուրները շատ լայն կիրառում ունի մի քանի ճյուղերով եւ տեքստիլի մեջ են օգտագործում բարձր անկողնային պարագաներ եւ հագուստների վրա որպես դեկորներ պատրաստում վաճառում են բավականին թանկ դեկորացիաների մեջ են բրազիլական փառատոների եւ այլն այդ գեղեցիկ փետուրները գունագեղ էլի իրենցն են, ինչպես նաեւ շատ հայտնի են որպես փոշի մաքրող լավագույն միջոց, նույնիսկ արտասահմանյան մեքենաները թանկարժեք ներկելուց առաջ ջայլամի փետուրներով փոշին մաքրում են, նոր ներկում են, իրենք այդպիսի մեծ արժեք ունեն։ Շատ հետաքրքիր է այդ ողջ process-ը իմանալուց հետո ինձ շատ հետաքրքրում է նաև արդյոք երբ որ ի սկզբանե պլանավորում էիք բիզնեսը այդքան խորը ուսումնասիրել էիք եւ գիտեիք որ կգա մի ժամանակ որ այդ ողջ ցիկլը կապահովեք։ Իրականում, հա, Ձեր տեսլականը ինչպիսին էր այդ ժամանակ։ Բավականին խորը ուսումնասիրել էինք, միայն ճարպներ ինձ համար բացահայտում, որ 1 տարի հետո պատահաբար ուղղակի համացանցում իմացա իր մասին, բայց կաշին, փետուրները գիտեինք ու բնականա արդեն բիզնես պլանը հեռանկարը կար, որ իրենք լինելու են որպես բիզնեսի ճյուղեր, որպես երկրորդական հումք։ Այնպես որ դեռ շատ ծրագրեր կան, իրականում շատ չեմ ուզում բացել ճակերտները, բայց կարծում եմ մանր քայլերով, բայց վստահ քայլերով գնում ենք այդ ամենին։ Շատ շնորհակալություն, գիտեք նաև դուք այն օրինակներից եք, որ պարտադիր չէ ոլորտային գիտելիքներ ի սկզբանե ունենալ, որպեսզի հիմնել գյուղատնտեսության ոլորտում բիզնես։ Կարծում եմ դա նաև մեծ մոտիվացիա է մեր ունկնդիրների համար, ովքեր որ ուզում են հիմնեն այդ գյուղատնտեսության ոլորտում հենց բիզնես։ Լրիվ համաձայն եմ ձեզ հետ, պարտադիր չէ մասնագիտական խորը գիտելիքներ ունենալ, մարդ ամբողջ կյանքում կարող է կրթվել ու փառք Աստծո հիմա կա համացանց, հիմա կարող ես տարբեր դասեր տարբեր երկրներից վերցնել ու սերտիֆիկացվել դառնալ մասնագետ, այնպես որ միայն ցանկությունն է պետք ու աշխատասիրությունը։ Իսկ առաջին կրթությամբ ինչ հատուկ մանկավարժ եմ ես։ Տեսնում եք։ Միգուցե հենց այդ պատճառով է, որ այստեղ մենք տեսնում ենք շատ բալիկներ, որոնք գալիս են եւ այստեղից նաեւ գիտելիքներ են ստանում։ Այո, մենք շուրջ 10 վարպետաց դասեր ունենք, իմ մասնագիտականը այստեղ ամբողջը ներդրված է, անգամ ագրոտուրիզմի կոմպոնենտը հենց իմ մասնագիտականի վրա է հիմնված։ Լիլիթ, դուք ի սկզբանե ասացիք, որ բիզնեսը որպես ընտանեկան եք հիմնել, եկեք խոսենք նաև դերերի բաշխվածության մասին, հետաքրքիր է նաև այդ իմանալ։ Իրականում շատ լավ հարց տվեցիք էլի, ուրեմն մի քանի օր առաջ, երբ որ մեր աշխատանքին բուրըն երուզեր պահներ, մի պահ կանգ առա ու նայեցի, թե ինչ ենք մենք անում այդ պահին հենց իմ սկեսրայրը զբաղվում էր ջայլամների կերի արտադրությամբ։ Իմ սկեսուրը հետևում էր աշխատողների աշխատանքին, ամուսինս լինելով բիզնեսի հիմքը, բիզնեսի գլուխը, այդ պահին խոհարարի հետ հավասար խոհանոցում փորձում էին հասցնել մատակարարել մեր հաճախորդների սնունդը, աղջիկս 14 տարեկան զբաղվում էր ագրոտուրիզմի շրջանակներում վարպետաց դասերներ իրականացնում, տղաս 10 տարեկան խոհարարի օգնական։ Ես էլ որպես տնօրեն եւ մենեջեր, ինչպես նաեւ արտադրությունը վազվզում էի այդպես ու հասկացա, որ մի անգնահատելի, մի անչափելի պահ է հիմա, որ ես ապրեցի այդ ամենը տեսնելով, այնպես որ իրականում հա էս այն ընտանեկան բիզնես մոդելն է, որ կարծում եմ իրոք օրինակելի է։ Եվ նվիրվածությունը ամենակարևոր բոլորս մի ուղղությամբ ենք նայում, հաջողության երևի գրավականն է, որ ամբողջ ընտանիքով մի ուղղությամբ ենք նայում։ Եվ այդ ամենից բացի դուք ստեղծել եք մի ոլորտ, որի գրագետ զարգացման դեպքում նաև մեր երկրի տնտեսությունն եք զարգացնում, որի համար ձեզ շատ շնորհակալ ենք։ Մենք էլ ենք շնորհակալ։ Եվ վերջում իհարկե եկեք խոսենք ձեր ապագա պլանների մասին, ինչ տեսլական ունեք եւ ինչ է մեզ սպասում։
սիրով առասարակ, որ բիզնեսից հարց են տալի, ուղղակի մի քանի ուղղությամբ է գնում, փորձեմ ամեն մեկից ներկայացնել կոսմետիկայի հետ կապված, հենց հիմա կառուցվում է գերհզոր արտադրամաս ISO ստանդարտներին համապատասխան, որպեսզի կարողանանք ծավալները ապահովել, քանի որ ինչպես արդեն ասացի, ձեռքի աշխատանք է, արդեն իսկ դժվարանում է։ Հաջորդը մսի արտադրությունը, նախ փորձում ենք ջայլամների քանակը ավելացնել, ստեղծել ենք ինկուբացիոն ֆերմա, որը փորձելու ենք հնարավորինս ծավալներ ապահովել, սեփական ճուտիկներն ունենանք, ինչքան հնարավոր է շատ, այսինքն ամբողջ ցիկլը ուզում ենք ինքներս ծածկել։ Իսկ այս պահին ինչքան ջայլամ ունեք ֆերմայում։ Այս պահին 200-ից ավել ունենք։ Կտեսնենք հիմա։ Անպայման։ Ռեստորանի հետ կապված մեր հյուրերը արդեն իսկ գիշերակացի խնդիրն են բարձրացնում ու արդեն իսկ պահանջարկը բերում է առաջարկի հետագայի պլաններում նաև այդ բաղադրիչը կունենանք։ Հյուրանոցային։ Փորձենք։ Թեկուզ գլեմպինգ ինչ որ ձևաչափով։ Հաստատ ստանդարտ բան չի լինի։ Հա, հաստատ։ Լիլիթ, շատ շնորհակալ եմ այս հետաքրքիր զրույցի համար։ Ձեր բիզնեսին մաղթում եմ միմիայն հաջողություն եւ հուսով եմ, որ հաջորդ մեր հանդիպումը կլինի ձեր նոր արտադրամասում։ Շնորհակալ եմ շատ հյուրընկալվելու համար։ Ես խոստանում եմ, որ իմ արտադրամասի բացմանը դուք անպայման ներկա կլինեք։ Սիրով։